Ողջունում եմ ձեզ առաջին լրատվականի տաղավարից, ես Զարուհի Ռշտունն եմ, առաջարկում եմ ծանոթանալ մեր թողարկման հիմնական թեմաներին։ Սովի և կրակի միջև իշխանություն կյանքերի գնով փաստավավերագրական ֆիլմը կպատմի ամբողջ ճշմարտությունը Խոջալույի մասին, 10 հիմնավոր փաստարկ ադրբեջանական քարոզչության սնանկության մասին։ Հիշել և հիշեցնել Վաշինգտոնում կայացել է Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի ցույց։ Մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են պայքարել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Դիմացի մայթին հավաքված ադրբեջանցիների ստահոդ պաստառները ցրել է քամին։ Սոցիալական փաթեթ ինչ այն իրենից ներկայացնում և հատկապես որ դեպքերն են համարվելու ապահովագրական, պարզաբանում են ֆինանսների նախարարը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Երբ ոսկին ոչ միայն նյութական, այլև գեղարվեստական արժեք է, ոսկերչության ավանդույթները Արցախում վերականգնելու նպատակով աշխարհահռչակ Էսթետ ընկերությունը Ստեփանակերտում սկսել է ներդրումային նոր ծրագիր։ Եվ Ռաիսա Մկրտչյանը 70 տարեկան է, մի քանի սերնդի սիրելի երգչուհի Հոբելյանը շնորհավորել է նաև նախագահ Սարգսյանը։ Այս օրերին լրանում է Արցախյան ազատամարտի կարևորագույն հանգրվաններից մեկի Խոջալույի կրակետերի լրացման գործողության 20-րդ տարեդարձը։ Պատերազմը տանուլ տալուց հետո Ադրբեջանը Խոջալույի դեպքերը դարձրեց իր հակահայ քարոզչության հիմնական ուղղություններից մեկը։ Լռության մատնելով բազմաթիվ փաստեր, օրինակ ինչու են Խոջալույի ադրբեջանական ահաբեկչական ավազակախմբերը պարբերաբար ասպատակում հայկական բնակավայրերը, գնդակոծում Ստեփանակերտը, չբացատրելով, թե ինչպես է հաջողվել նկարահանումներ իրականացնել արդեն գրավված Խոջալույում, ինչու են խաղաղ բնակիչների դիերը գտնվում հենց ադրբեջանական զինյալների վերահսկած Աղդամին մերձակատարածքում։ Պաշտոնական Բաքուն արդեն 2 տասնամյակ ջանում է մոլորեցնել միջազգային հանրությանը, թե հայկական ջոկատները Խոջալույում իբր իրականացրել են խաղաղ ադրբեջանցիների ջարդ։ Բաքուն եղբայրական Թուրքիայում և բարեկամ Պակիստանում իհարկե որոշակի հաջողության հասել է, իսկ Արևմուտքում միայն հատուկ կենտ կաշառված գործիչներ են պաշտպանել ադրբեջանական քարոզչամեքենայի մշակած կեղծ թեզը, սակայն Ադրբեջանը շարունակում է համառորեն ծավալել իր սադրանքները, որոնց գերնպատակը Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում հայերի զանգվածային սպանություններին ու հալածանքներին հակակշիռ ստեղծելն է։ Խոջալիցիներին սպանել են ժողճակատի գրոհայինները, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի հրաժարականին հասնելու նպատակով խոստովանել է նույն Այաս Մութալիբովը։ Իսկ ժամանակին Խոջալույում վերաբնակեցված թուրք մեղսխեցիները վկայել են, որ ժողճակատի գրոհայինները մի քանի ամիս նպատակային հրետակոծում էին հայկական բնակավայրերը, իրենց թույլ չտալով հեռանալ։ Իսկ երբ ժողովուրդն այնուամենայնիվ օգտվեց հայերի տրամադրված անվտանգության միջանցքից, նրանց դաժանաբար սպանդի ենթարկեցին Աղդամի մերձակայքում։ Ադրբեջանական ստահոդ պնդումների դեմ ակցիաներ են կազմակերպվել հայկական Սփյուռքում, ամերիկահայերը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առաջ ի պատասխան ադրբեջանցիների աղմկոտ ակցիայի լուրջ ցույց են անցկացրել։ Մեր հայրենակիցների փոխարեն խոսել են համաշխարհային լրատվամիջոցների հոդվածների գլխագրերն ու հեռուստաընկերությունները, որոնք մերկացրել են հարևան պետության ու նրա առաջնորդների էությունը։ Լուր, սակայն բովանդակությամբ հագեցած ակցիային մասնակցել են նաև Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերից փրկված հայերը։ Այնտեղ եղել նաև Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մեր մշտական թղթակից Հայկ Կարամ Նահապետյանը։ 1988 թվականի Սումգայիթյան ողբերգությունից պարզ դարձավ, որ Ադրբեջանը Թուրքիայից սերտել է ոչ միայն անզեն հայերի դեմ գազանային հարձակումների դաժան մեթոդները, այլև դրան հաջորդած շրջանում կատարվածից հրաժարվելու անփառունակ գործը։ Իսկ ադրբեջանական դեսպանատան հակառակ մայթին լռելիային բողոքին, զոհերի լուսանկարների և մոմերի կողքին ամերիկահայերը պարզել են միջազգային լրատվամիջոցների բնութագրերը Աբշերոնյան պետականության մասին։ Washington Post-ը գրում է, որ Ադրբեջանը կոռումպացված պետության վարկանիշ ունի։ Պետքարտուղարությունը նշում է մոլեգնող կոռուպցիայի մասին։ Շպիգելն ու բրիտանական Daily Mail-ը համաձայն են։ Մասնակիցներից Միքայել Այրումյանը ծագումով Կիրովաբադից է։ У меня сосед турок, я, кажется, вижу его в толпе напротив. Հարևանս թուրք է, հիմա կարծես դիմացի շարքերում նրան տեսնում եմ։ Հիշում եմ, տուն մտնելով առաջին բանը, որ արեց, ասաց, թե ըստ իր քարտեզի իմ տան բակի մի մասն իրեն է պատկանում։ Շատ լավ բնութագրում է իրենց, միշտ փորձում են ուրիշի հողերը յուրացնել։ Մենք այստեղ ենք հիշելու նրանց, ովքեր նահատակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Սումգայիթում։ Այստեղ ենք հայտարարելու, որ պատրաստ ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։ Հարևանների մոտ տարաբախտություններ եղան, մեկ ոստիկան
լուսանկարներն էին նկատողություն անում, մեկ քամին էր ցնցում ստահոդ պլակատները։ Մեգաֆոնը ձեռքին DJ-ն էլ ադրբեջանական պաշտոնական ագիտպրոպի առումով մի սայթաքում արեց, հայտարարելով, թե Սումգայիթի ջարդերի համար իբր արդարացում է այն, որ դեպքերը տեղի են ունեցել խորհրդային դարաշրջանում, ընդունելով, որ Սումգայիթում սպանդ է եղել։ Ինչ էր սա ուշացած RRS-ում, թե անսպասելի շեղում պաշտոնական մերժողական գծից, հարևաններն արդեն լրիվ խճճվել են իրենց բազմատեսակ թեզերի մեջ։ Հայկական կողմում են թե սփյուռքահայեր, թե ներկա եւ նախկին հայաստանաբնակներ։ Քաղաքական գործիչ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը այս օրերին Վաշինգտոնում է։ Այսինքն այն լուծումը, որ այսօր կա, ստատուս քվոն, միգուցե ժամանակավոր կտրվածքով բավարարում է, բայց գլոբալ իմաստով անբավարար է։ Պետք է Արցախը ճանաչվի։ Չպատժվեն չարագործները, ինչ կարող է տեղի ունենալ, կարող է նույն բանը կրկնվել, ինչպես կրկնվեց, երբ մեր քնած զինվորականին սպանեց ադրբեջանցի զինվորականը, որովհետև նրանք անպատիժ են մնացել իրենց չարագործությունների համար։ Հայկական ձեռնարկը եզրափակվեց աղոթքով, իսկ այս նույն քաղաքի հեղինակավոր Washington Post-ը դեռ 2 տարի առաջ գրել էր Դուբայում 11 տարեկան Հեյդար Ալիև II կողմից 9 առանձնատուն գնելու տասնյակ միլիոնների հասնող չլսված գործարքի մասին։ Իսկ այս օրերին ամերիկյան հեռուստատեսությունը հեռարձակում է նոր տեսանյութ պատանի Հեյդարի եւ նրա քույրերի գողացած փողերի թեմայով։ Հայկարամ Նահապետյան, Առաջին լրատվական, Վաշինգտոն։ Ադրբեջանի դեսպանությունը մի շարք ադրբեջանցի գործարարների եւ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Պրահայի հրապարակներից մեկում փորձել է կազմակերպել Խոջալույի դեպքերի տարելիցի միջոցառում։ Պրահայի իշխանությունը միջոցառումը թույլատրել է որպես առևտրագովազդային ակցիա եւ հիշատակի միջոցառում իրականացնող ադրբեջանցիները առանց քաշվելու գորգեր են եւ ռեստորան են գովազդել։ Ադրբեջանցիները նույնիսկ վրան են խփել եւ սկսել Խոջալույի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետի քարոզչությունը։ Միջոցառման սկսվելուն պես հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել ադրբեջանական կեղծիքը մերկացնող չեխերեն թռուցիկներ եւ Խոջալու քարոզչություն ողբերգության միջոցով անգլերեն բրոշյուրը։ Ադրբեջանի դեսպանի ելույթը խլացել է արևանությամբ կրոնական ծես կատարող կրիշնայականների թափորի թմբուկների ձայնից։ Արցախի Իվանյան գյուղի մոտ է գտնվում հայկական երկրորդ հանրապետության վերականգնված օդանավակայանը։ 20 տարի առաջ, փետրվարի 25-ից 26-ին Արցախյան պատերազմի թեժ օրերին այն ժամանակ Խոջալու անունը կրող գյուղաքաղաքի մոտակայքում ծավալված իրադարձություններին հաջորդած տարիներին 20-ամյա դեպքերի մասին շարունակում են հայտնաբերվել նորանոր փաստեր, որոնք մերկացնում են Ադրբեջանի անհիմն պնդումները։ Այդ փաստերը ներկայացված են Սովի եւ Կրակի միջև իշխանություն կյանքերի գնով վավերագրական ֆիլմաշարում, որոնց հեղինակների հետ զրուցել է Հայկ Հովանիսյանը։ Ովքեր են պատասխանատու 20 տարի առաջ այս օրերին Ղարաբաղյան Խոջալու քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար։ Արիկ Սաղաթելյանն ասում է, որ այդ հարցի պատասխանը եւս մեկ անգամ ստանալու համար իր նախաձեռնությամբ դեռևս 1 տարի առաջ սկսվեցին փաստագրական ֆիլմի նկարահանումները։ Հավաքվեցին նյութեր մոտ 4 ժամյա ֆիլմի համար, որոշվեց 2 մասանոց ֆիլմ պատրաստել, որտեղ էլ տրվում են վերոհիշալ հարցերի պատասխանները։ Ըստ նախաձեռնողի ֆիլմը հանգամանալից բացահայտում է, թե իրականում ինչպես է ձևավորվել Խոջալույի առասպելը, գտնվել եւ օգտագործվել են ադրբեջանական զինված ուժերի գաղտնի փաստաթղթեր, որոնց իսկությունը հաստատում է հենց ադրբեջանական կողմը։ Վիչանսկի գոյությունը, որը հայերը թողել էին խաղաղ բնակչության հեռանալու համար, հերքել անհնար է, այն չեն վիճարկում նույնիսկ ադրբեջանցիները, պնդում է Արիկ Սաղաթելյանը եւ մատնանշում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Խոջալույի քաղաքային իշխանության նախկին ղեկավար Էլմալ Մամեդովի վկայությունները, որոնք նա տվել էր 1992-ին։ Քաղաքապետը հարցազրույցում հարց է առաջ քաշում, ում մեղադրել՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահին, թե այն զինված խմբավորումներին, որոնց գործողություններին ազատություն էր տրված։ Իրավիճակը, որը ստեղծվել է խաղաղ բնակչության մահվան շուրջ, ուղիղ կապված է եղել մի քանի եղել է հետևանք մի քանի նախապայմանների, որոնցից մեկը, որ մարդիկ շեղվել են ճանապարհից եւ պարզապես սառել են սարերում, երկրորդը, որ նրանց մեջ, այսինքն այդ խաղաղ բնակիչների մեջ, եղել են զինված խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք ինչ-ինչ իրավիճակներում մարտական գործողություններ են ծավալել, սկսել են կրակել։ Արիկ Սաղաթելյանն ասում է, որ ֆիլմում օգտագործվել են կադրեր, որոնք դեռևս որևէ տեղ չեն ցուցադրվել։ Դրանք հիմնականում այդ օրերին Խոջալույում տեղի ունեցող իրադարձությունների մասին են։ Հեղինակները փորձել են ցույց տալ նաև այդ ժամանակ ադրբեջանական պետությունում եւ բանակում տիրող իրավիճակը։ Այս կառույցների միջև թշնամության վերաճած հակասությունները, նաև փաստարկներ, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել էր խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան։ Մենք այս ֆիլմում ի վերջո ունենք մոտ 10
շատ կարևոր փաստարկապացույց ավերագրական, ընդ որում վիդեո, հա, ոչ թե ինչ-որ տեքստեր կամ դատողություններ, որոնք միանշանակ ցույց են տալիս, որ խաղաղ բնակչության շարքերում գտնված մեծ հայտնի անվերջ զոհերը դա Ադրբեջանի իշխանությունների, Ադրբեջանի քաղաքական էլիտայի, այդ թվում ընդդիմության, Ադրբեջանում կատարվող իշխանությունը զավթելուն ուղղված ինտրիգների եւ անգործության հետևանք են։ Մենք ունենք այստեղ Ռամիզ Ֆաթալիևին, որը ասում է, որ քաղաքական որոշում էր ընդունվել այդ մարդկանց այդտեղից չանել։ Սովի եւ կրակի միջև իշխանություն կյանքերի գնով ֆիլմում կան նաեւ օտարերկրացի լրագրողների վկայություններ, ովքեր եղել են Արցախում։ Արիկ Սաղաթելյանը նշում է, որ ձեռք բերված ապացույցները վկայում են, որ այդ ժամանակ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունը բացարձակապես չէր տիրապետում իրավիճակին։ Մեր ուսումնասիրության խնդիրը եղել է, թե հայկական կողմը որքանով է պահպանել հումանիտար իրավունքի հիմքերը։ Հայկական կողմը միանշանակ պահպանել է հումանիտար իրավունքի բոլոր նորմերը եւ դա կարող է կապացուցել յուրաքանչյուր դատարանում, դա մեկ։ Երկրորդը նրա մասին, որ պատերազմ է եւ իրադարձությունները զարգանում են անվերահսկելի կերպով, ասում է հենց Թոմ Դևալը, որ այդ թեմայով վաղուց զբաղվում է, գիտեք, մեր ֆիլմում։ Ըստ ֆիլմի հեղինակների Ադրբեջանի շահարկումները միջազգային հանրությանը մոլորեցնելու ձախողման դատապարտված փորձեր են։ Խոջալոյի դեպքերի շուրջ Բաքվում մի քանի անգամ փոխվել է քարոզչական ուղղությունները։ Մեղադրանքների հեղեղն ուղղելով մեկ հայերի դեմ, մեկ նախկին նախագահ Մութալիվովի, հետո դարձյալ հայերի դեմ։ Խոջալոյի միֆի գլխավոր նպատակը սակայն սեփական մեղքերից աշխարհի ուշադրությունը շեղելն է, ինչը Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ մյուս բնակավայրերում հայերի ջարդերի ու հալածանքների ֆոնին պարզապես զավեշտական դրության մեջ է դնում հենց նույն պաշտոնական Բաքվին։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Սովի և կյանքի միջև ֆիլմը լայն հանրությանը համացանցի միջոցով հասանելի կլինի երկուշաբթի օրվանից։ Հասցեի մասին կհայտնենք լրացուցիչ, տեղեկացնեմ նաև, որ Խոջալոյի դեպքերի շուրջ բացահայտումների և Ադրբեջանի կեղծիքներին հակազդելու հայկական Սփյուռքի գործողությունների մասին ավելի հանգամանալից կանդրադառնանք մեր կիրակնօրյա թողարկմանը։ Լիբանանի Անտիլիաս քաղաքում Ինչու է Իլհամ Ալիևն այդպիսի հետևողականությամբ փորձում Խոջալուն ներկայացնել որպես հայերի կողմից իրագործված ցեղասպանություն։ Պատճառն առավել քան պարզ է եւ ակնհայտ։ Եթե Խոջալուի մասին իրականությունը պարզ դառնա աշխարհին, պարզ կդառնա նաեւ սպանությունների գլխավոր կազմակերպչի իրական անունը։ Խոջալուի առասպելը առաջինի կիրակնօրյա թողարկմանը։ Հանդիպումը նույն ժամին, նույն տեղում։ Լիբանանի Անտիլիաս քաղաքում ավարտվեց հայոց ցեղասպանություն ճանաչումից հատուցում երրորդյա գիտոժողովը, որին մասնակցում էին ամերիկյան, եվրոպական, կանադական եւ ավստրալիական տասնյակ համալսարանների գիտնականներ, դոկտոր պրոֆեսորներ ու միջազգային իրավունքի մասնագետներ։ Գիտաժողովի վերջին օրը քննարկումները նվիրված էին Թուրքիայի միջև ցեղասպանությունը, հայերի իրավունքներին ու սեփականությանը։ Մասնակիցները քննարկել են նաեւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցական գույքի վերադարձնելու մեխանիզմները, հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքները, Արևմտահայաստանի տարածքում Թուրքիայի իրականացրած մշակութային ցեղասպանությունը, եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների օրենսդիր իշխանություններում փոխհատուցման հարցի բարձրացումը։ Կարելի է բնութագրել այս գիտաժողովը ուրեմն 100-ամյակի ընթരാճ հատուցման թղթազրահի համար այդ նախավարության ընթացքին կարևոր նախագիծ։ Այս ընթացքում շատ կարևոր է համադրված աշխատել, որովհետև ցակոցվիրիվ անջատ հատվածային գործողությունները միանշանակ իմ համոզմամբ դատապարտված են։ Այս դեպքում թե ակադեմիական ջանքերը, թե քաղաքական լոբինգը, թե միջազգային արձաններում աշխատանքները պետք է Հայաստան Սփյուռք համադրված ջանքերով միմիայն այս պարագայում մենք կարող ենք ակնկալել որևէ լուրջ արդյունք։ Այժմ մենք ուղիղ կապ ունենք Բեյրութի հետ, որտեղ գիտաժողովի աշխատանքներին հետևում է իմ գործընկեր Աբրահամ Գասպարյանը։ Բարի երեկո, Աբրահամ, ինչով ամփոփվեց համաժողովը, ինչ եզրահանգումներ են արձանագրվել։ Բարի երեկո Զարուհի, հայոց ցեղասպանություն ճանաչումից հատուցում գիտաժողովն ավարտվեց Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհափարի ամփոփիչ խոսքով, որում նա վերահաստատեց համայն հայության հանձնառությունը տեր կանգնել իրենից խլված գույքին, եկեղեցիներին ու շինություններին, որոնք թուրքական պետությունն ապօրինաբար զավթել է։ Այդ նպատակին հասնելու համար գործի կդրվի հայության գիտական, կրթական, քաղաքական ու տնտեսական ամբողջական ներուժը։
կանցկացվեն նմանատիպ գիտաժողովներ, կբարձրացվի ցեղասպանության հետևանքների վերացման ուղղված համաշխարհային հանրության իրազեկման մակարդակը։ Արամ առաջին վեհապարի համոզմամբ անհրաժեշտ է դուրս բերել մեր դատը միջազգային ասպարեզ, իրավական բոլոր լծակներն օգտագործել, ակտիվացնել ջանքերը որոշումների ընդունման համաշխարհային կենտրոններում, հասնելու հայության բարոյական ու նյութական պատշաճ Եվս մեկ ուշագրավ հայտարարություն արեց վեհապարը, ասելով, որ մենք միջազգային գիտնականներին ու հեղինակություններին Անտիլիասում այս 3 օրերին ընդունեցինք որպես հյուրեր, սակայն նրանց ճանապարհում ենք որպես հայդատի աջակիցներ ու պահանջատիրության հարցում գործընկերներ։ Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, որը նշեց, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում ցեղասպանության համար, իսկ ժխտումը կրկնակի հանցագործություն է, որը մինչև օրս շարունակվում է։ Հետաքրքրական ելույթ ունեցավ նաև Լիբանանի խորհրդարանի իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ միջազգային իրավունքի դոկտոր պրոֆեսոր Ղասան Մուխեյբերը, ով նշեց, որ սա մարդկության դեմ հանցագործություն է եւ չի վերաբերում միայն հայերին։ Նա ընդգծեց, որ արդարադատության միջազգային դատարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր առաջընթաց կարձանագրի մարդու իրավունքների միջազգային պայքարի տարեգրությունում։ Զարուհի ամփոփելով կարող եմ ասել, որ գիտաժողովի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հատուցում բառեզրը ստացավ գիտական, ակադեմիական ու իրավական կշիռ։ Մասնակիցները կարևորեցին հատուցման հասնելու հարցում իրավական ու քաղաքական գործիքների ստեղծումը, որը հնարավորություն չի տա սայթաքելու միջազգային ասպարեզում։ Այսքանը Զարուհի։ Շնորհակալություն Աբ รา համ, հիշեցնեմ Լիբանանի մայրաքաղաքից հեռախոսով հաղորդում էր Աբ รา համ Գասպարյանը։ Վիետնամի արտգործնախարարի հրավերով պաշտոնական այցով Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության նախագահ Թրոնգ Թան Սանգը։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, Վիետնամի նախագահն ասել է, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմությամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած աջակցությամբ։ Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար։ Այսօր մենք կարևորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ասել է Վիետնամի նախագահը եւ վերահաստատել Հայաստանի նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը։ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վիետնամի ղեկավարին եւ տեղեկացրել, որ նախագահ Սարգսյանն ընդունել է հրավերը։ Նախագահ Թրուոնգ Թան Սանգը եւ նախարար Նալբանդյանը վստահություն են հայտնել, որ նախագահ Սարգսյանի առաջիկա այցը նորից կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը։ Վիետնամի նախագահը նշել է, որ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ։ Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության հիմնադիր Հոշիմինի դամբարան եւ ծաղկեպսակ դրել դամբարանին հարգանքի տուրք մատուցել Վիետնամի ազատության համար զոհվածների հիշատակին։ Հանոյում նաև տեղի ունեցել Հայաստանի եւ Վիետնամի արտգործնախարարների Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆամ Բին Մինի բանակցությունները։ Նախարարները պայմանավորվել են աշխատել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ, ստորագրման պատրաստել արտգործնախարարությունների միջև գործակցության, առևտրատնտեսական, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագրեր, ընդլայնել գործակցությունը եւ միմյանց թեկնածությունների աջակցությունը միջազգային կառույցներում, քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները։ Ֆամ Բին Մինը աջակցություն է հայտնել միջազգային իրավունքի հիման վրա Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանը եղել է նաև Դիվանագիտական ակադեմիայում Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-վիետնամական հարաբերությունների մասին ելույթ ունեցել ուսանողների առջև։ Ինչ հոգսերով են ապրում Արարատ մարզի բնակիչները, որոնք են այն խնդիրները, որ խոչընդոտում են մարզի զարգացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս անգամ կառավարության եւ խորհրդարանի մի խումբ անդամների հետ այցելել էր Արարատի մարզ, Վեդիում եւ Արտաշատում հանդիպել ուսուցիչների, բժիշկների, մշակույթի գործիչների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ, թվարկել գյուղատնտեսության, կրթության եւ առողջապահության ոլորտներում ՀՀԿ-ի առաջիկա 5 տարիների անելիքները։ Արմինե Պետրոսյանն է ներկայացնում։ Որ խնդիրների լուծումը կապահովի բարեկեցիկ կյանք քաղաքացիների համար, անհրաժեշտ է հաջորդ տարիների համար առաջնահերթությունները ձևակերպել անցած տարիներին կատարածին օբյեկտիվ գնահատական տալուց հետո։
Պետությունը վերջին տարիներին լուծել է ամենակարևոր խնդիրը, ապահովել է խաղաղություն, հակառակորդին խաղաղություն պարտադրել է մարտունակ բանակը։ Վարչապետ Սարգսյանը շեշտում է, սոցիալական խնդիրներին զուգահեռ խաղաղության ապահովումը հեշտ գործ չէր, խնդիրը գերակա կմնա ապագա տարիների համար ևս։ Երկրի եւ ՀՀԿ-ի ղեկավարի շնորհիվ հաջողվել է կամուրջներ կառուցել եւ ձևավորել հանդուրժողականություն, երկխոսության մթնոլորտում էլ մշակվում են ապագա ծրագրերը։ Շեշտակի փոփոխություն կկատարվի առողջապահության ոլորտում, Հայաստանում մահացությունների զգալի մասը սրտանոթային եւ օնկոհիվանդություններից են, սրտի վիրահատությունը 3.5 միլիոն դրամ արժե, մարդը հետազոտվում է, ախտորոշվում, պետք է վիրահատվի, բայց փող չունի։ Եվ այս երկու ոլորտում էլ պետությունը ունի անելիքներ։ Առաջինը մենք պետք է երաշխավորենք, որ ցանկացած քաղաքացի, եթե ունենալու է սրտի վիրահատության խնդիր, ապա նա պետք է այդ վիրահատությունը անպայման իրականացնի, անկախ իր ֆինանսական հնարավորությունները։ Դրան մենք հասնելու ենք ապահովագրական համակարգի միջոցով։ Պետությունը դեմքով շրջվում է դեպի գյուղացին, գյուղացիների համար հասանելի կդարձնի գյուղտեխնիկայի ձեռքբերումը, շարունակելու է սուբսիդավորել սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի ծրագրերը։ Վեդեցիները ջրառատ վեդի են ուզում ունենալ, նրանք վարչապետին առաջարկում են վերակառուցման ծրագրում ներառել խորհրդային ժամանակներում նախագծված ջրամբարը։ Բնակիչներից մեկն առաջարկեց գյուղացուն այս տարվա առաջին ոռոգման ջուրն անվճար տալ։ Երևանին մոտ քաղաքի մեկ այլ բնակիչ անհանգստացած է, ՀՀԿ-ն ինչ ծրագիր է մշակում, որ մարզերի երիտասարդները չնախընտրեն բախտ փնտրել մայրաքաղաքում։ Կարող ենք մենք ակնկալել, որ մոտ ժամանակներում կառավարությունը կիրականացնի այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն մարզերի իսկապես համաչափ զարգացմանը։ Խնդիր ունի ոչ միայն տնտեսական բովանդակություն, այլ նաև սոցիալական եւ քաղաքական բովանդակություն։ Համաչափ պետք է բնակեցված լինի մեր հայրենիքը, եւ մենք տեսնում ենք, որ այսօր կա լուրջ ճեղքված համայնքների եւ քաղաքների միջեւ գյուղերում կյանքի որակը պետք է բարձրացնենք, իսկ դա նշանակում է, որ գյուղերում ապրելը պետք է լինի հարմարավետ։ Դա նշանակում է առաջի հերթին միջհամայնքային ճանապարհների կառուցում, խմելու ջուր, ոռոգման ջուր, էլեկտրոէներգիա, ինտերնետ։ ՀՀԿ նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու սոցիալական անհավասարության պատճառների վերացմանը, ժամանակակից աշխատատեղեր կավելացվեն արդյունաբերական ճյուղային քաղաքականության իրագործման արդյունքում, անապահով ընտանիքների երեխաների կրթության ծախսերի հոգսը կստանձնի պետությունը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե եկամուտների ավելացման վրա, սոցիալապես խոցելի ընտանիքների, այլ մարդկային կարողությունների օգտագործման վրա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք անապահով խոցելի ընտանիքներում պետք է կարողանանք բացահայտել նրանց հիմնական խնդիրները եւ իրական օժանդակություն ցուցաբերել։ Եթե խոցելի ընտանիքներում կան աշխատունակ անդամներ, պետությունը առաջի հերթին պետք է օգնի նրանց, որ նրանք ունենան աշխատանք։ Մրցունակ է այն երկիրը, որը որակյալ գիտելիք է արտադրում, բուհեր ընդունվելու արհեստական աժիոտաժը կվերացվի, բու ընդունվելը կլինի հեշտ, սովորելն ու ավարտելը դժվար։ Բարեփոխումների արդյունքում ըստ Տիգրան Սարգսյանի ազատվել են այն բուհերից, որոնք ոչ թե գիտելիք, այլ դիպլոմ են վաճառում։ Ստեղծելու են այնպիսի պայմաններ, որ անկախ կուսակցական պատկանելությունից տաղանդավոր երեխան իր տեղը գտնի պետական համակարգում։ Վարչապետ Սարգսյանը Վեդու եւ Արտաշատի նորաթուխ հանրապետականներին հանձնեց կուսակցական տոմսեր, կանանց տոմսի հետ նաև վարդեր։ Երևան վերադառնալուն պես առաջնահերթ խնդիրները քննարկվելու են, կարևորները տեղ են գտնելու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում։ Նորընծա հանրապետականներին էլ լարված աշխատանք է սպասվում։ Նրանց առաջարկեցին դառնալ հանրապետականի քարոզիչներ, իրենց համայնքում գյուղում փորձ են ներկայացնել կուսակցության առաջիկա 5 տարվա անելիքը բոլոր ուղղություններով։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Այս տարվանից գործում է կառավարության ներդրած սոցիալական փաթեթը, որը նախատեսված է պետական ծառայողների, մշակույթի, կրթության և սոցիալական ոլորտի աշխատակիցների համար։ Ինչպես հայտնի է, սոցիալական փաթեթի 132,000 դրամից 52,000-ը աշխատակիցը պարտադիր պետք է ծախսի բժշկական ապահովագրության վրա։ Ընդ որում այդ գումարով ձեռք բերված ապահովագրական պոլիսը կծածկի 3,800,000 դրամի բժշկական ծախսեր, ներառյալ անհետաձգելի և ծրագրային մի շարք բժշկական ծառայություններ, հիվանդանոցային բուժօգնություն, թերապևտիկ բուժում պահանջող վնասվածքներ, այրվածքներ և սրտի վիրահատություն։ Մանրամասները Արմինե Ուդումյանի ռեպորտաժում։
Կառավարության առաջարկած սոցիալական փաթեթը պահանջարկի էական ավելացում է արձանագրել եւ նկատելի մրցակցություն առաջացրել ապահովագրական շուկայում։ Ընկերությունները նոր առաջարկներ են կազմել նպատակ ունենալով իրենց հաճախորդը դարձնել ավելի շատ պետական ծառայողների, կրթության եւ մշակույթի ոլորտի աշխատակիցների։ Նրանցից 7-ն այսօր ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացրեցին իրենց առաջարկները, բայց նախ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ բոլոր փաթեթները զետեղված են նախարարության պաշտոնական կայքեջում եւ էլեկտրոնային եղանակով առաքվել են մյուս բոլոր 120,000 պոտենցիալ շահառուների կազմակերպություններին։ Այսինքն ովքեր իրավունք ունեն օգտվելու, նրանք կարող են ընտրություն կատարել համադրելով այս բոլոր ծառայությունները իրար հետ։ Բազային փաթեթը նախատեսում է 52,000 դրամի ապահովագրության դիմաց 3 ու 8 միլիոնի տարբեր բուժ ծառայություններ, անգամ սրտի ու նյարդավիրաբուժական վիրահատություններ։ Մենք եթե ունենք ապահովագրություն, դա չի նշանակում, որ ապահովագրությունը ամեն հնարավոր բժշկական ծախսացքում է։ Ապահովագրությունը միշտ ենթադրում է նաև բացառություններ։ Իհարկե, ինչպես ասում են, թող ապահովագրական դեպքը շրջանցի ձեզ, բայց այնուամենայնիվ հետագայում չնախատեսված ծախսերից եւ ապահովագրողի հետ տարաձայնություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես եւ մանրամասնորեն ծանոթանալ բոլոր պայմաններին։ Մեր հասարակությունում կա թե որ վճարում են ապահովագրության համար, իրենց մոտ կարծիք է ձևանում, որ ամեն ինչի համար պետք է հատուցի ապահովագրական ընկերությունը, շատ եմ կարևոր որ ուսումնասիրեն նաև այդ հարաբերական բացառությունները եւ կոնկրետ ծածկույթ։ Իրենց մրցակցային առավելություններն ընդգծելու համար ապահովագրողները բազային պարտադիր փաթեթից բացի լրացուցիչ առաջարկներ են կազմել, հստակեցրել առաջարկվող բուժ սպասարկման սահմանները։ Պատկերացրեք ծիճկաների մեխանիզմով նշված է որ ծառայությունն է հատուցվում, որը բացառություն է։ Կազմակերպություններից որոշներն էլ մրցակիցներից առանձնանալու համար հաճախորդին անվճար SIM քարտ ու հեռախոս են տրամադրում բժշկի հետ հետագայում կապն ապահովելու համար։ Խոստանում բժշկի անվճար այցտուն, ախտորոշում, ատամնաբուժական ծառայություններ, առանցքանակի սահմանափակման եւ այլն։ Մենք ապահովագրությունը միշտ իրականացրել ենք առկա հիվանդություններով հանդերձ։ Ինչպես նաև համագործակցում ենք եւ ԼՂ բոլոր բուժ հիմնարկների հետ։ Նախարարության աշխատակիցներից շատերն առաջին անգամ են օգտվելու բժշկական ապահովագրությունից։ Հիմա նրանց համար ամենակարևորը լավագույն պոլիսի ընտրությունն է։ Արմինե Ուդումյան, Հարություն Վարդանյան, Առաջին լրատվական։ Սփյուռքը շարունակում է աջակցել Արցախին տնտեսական զարգացման ծրագրերում։ Ոսկերգործության ասպարեզում ավանդույթները վերականգնելու եւ արտադրություն հիմնելու հեռահար ծրագրերը փայփայում հայ ոսկերիչների համաշխարհային միությունը։ Բայց նախ Ստեփանակերտում բացվելու է ոսկերիչների դպրոց, որը մասնագետներ է պատրաստելու ապագա ոսկերչական ձեռնարկության համար։ Մերի Դավթյանի տեսանյութը Արցախից։ Ոսկին եւ արծաթը լայն կիրառում ունեին հայկական բարձրավանդակում դեռևս պղնձե եւ քարե դարերից։ Պատմությունն առանձնացնում է զարդարվեստի մի քանի կարգառուն դպրոցներ՝ Վան, Վասպուրական, Կարին, Կիլիկիա, Սյունիք, Արցախ։ Վերջինս առանձնանում էր դեկորատիվ սևանախշ գոտիներով եւ զարդանախշերով։ Արմատներին վերադառնալու եւ ավանդույթները վերականգնելու համար օժանդակության ձեռք է մեկնում հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը։ Ամբողջ աշխարհում հայը որպես ոսկեչական ազգ այսօր հայտնի է եւ ուրախալի է, որ մենք ճիշտ է ուրիշ տեղեր էլ առավելություններ ունենք, բայց ոսկեչությունը հիմա շատ երկրներում կապում են հայերի հետ, նույն ասենք Լիբանանում, Բեյրութում, ամբողջ հայ ինդուստրիան հայերի ձեռքում է, նույն Թուրքիայում, որտեղ ասենք հայերը այսօր այդքան շատ չեն, բայց իրանց ասենք ոսկեչական ասոցիացիայի նախագահ անդամների մեծ մասը էլի հայեր են։ Չեմ ասում Ֆրանսիայի մասին, որտեղ 450,000 հայ են ապրում եւ լավագույն դիզայներները Ֆրանսիայի, որոնք Cartier, Van Cleef-ի եւ մյուս համաշխարհային բրենդների համար աշխատում են, ելի հիմնական լավ դիզայներները, ոսկերիչները հայերն են։ Ոսկերչության աշխարհում արդեն 20 տարի է Գագիկ Գևորգյանը համարվում է անվիճելի գեղագետ։ Էսթետ ոսկերչական տան հիմնադիրը 1991-ին Մոսկվայում հիմնեց մի կայսրություն, որն այսօր համարվում է Եվրոպայի ամենախոշոր ոսկերչական արտադրությունը։ Ընկերության վարպետները հայտնի անուններ են, իսկ ասպարեզում էլ առաջատար դիրքերում են շնորհիվ արտադրական կառավարման եւ ստեղծագործական առավելությունների։ 1200 աշխատողներից 350-ը հայեր են։ Շուրջ 400 հոգի աշխատում են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, առանց թանկարժեք քարերի արտադրության ու կիսաֆաբրիկատների, գերմանական, իտալական եւ ճապոնական լավագույն սարքավորումներով զինված արտադրամասերում։ Տարեկան էսթետում արտադրվում է 3 տոննայից ոչ պակաս զարդ։ Աշխարհի 8500-ից ավելի խանութներ վաճառում են էսթետ բրենդի զարդերը։ Անցած տարեվերջին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելելով ընկերություն ձեռք բերեց Արցախում ներդրումներ անելու համար գործնական բոլոր պայմանավորվածությունները։ Իհարկե մենք ուզում ենք, որ Արցախում բնակվող մեր քաղաքացիները կարողանան ստանան այն կրթությունը ոսկեչական ոլորտում, որով մենք շատ շահագրգռված ենք։
քանի որ այնտեղ էլ կան շատ տաղանդավոր աղջիկներ, տղաներ, որոնք կարող են ապագայում մեր ազգի պատիվը բարձրացնել ոչ միայն Արցախում կամ Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի մեջ։ Իսկ հետագայում իհարկե հույսով ենք, որ պայմաններ կստեղծվեն նաև բիզնես անելու, բիզնես, ասենք, որոշակի ստրուկտուրաներ ստեղծելու, որպեսզի այդ մասնագետները հնարավորություն ունենան նաև աշխատելու։ Առաջին ոսկերչական դպրոցը բացվել է անցած տարի Մոսկվայում, հաջորդները նախատեսվում են այս տարի Ստեփանակերտում, Երևանում եւ Լոս Անջելեսում։ Մտադրության առաջին քայլն արդեն ձեռնարկվել է։ Օրերս Ռուսաստանի հայ ոսկերիչների միության նախագահն ու ոսկերչական դպրոցի տնօրեն Ռուբեն Քոթանջյանն այցելել է Ստեփանակերտ, տեղում ծանոթացել Արցախի ոսկերիչներին ու պայմանավորվել հետագա անելիքների մասին։ Արցախում սպասելիքները մեծ են։ Արվեստի վերածված արհեստի ճյուղն այս ունի զարգացման բոլոր նախադրյալներն ու հեռանկարները։ Մերի Դավսյան, Մհեր Մկրտչյան, առաջին լրատվական։ Սերբիան համաձայնել է Եվրոպայի տարածաշրջանային կազմակերպություններին Կոսովոն անդամակցությանը որպես դրանց լիիրավ անդամ։ Այդ որոշմանը սերբերը հանգել են Բրյուսելում Կոսովոյի ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո։ Որոշումներից մեկի համաձայն էր Սերբիան եւ Կոսովոն համատեղ են վերահսկելու սահմանային երկու անցակետերը։ Եվրոպացի փորձագետները նշում են, որ դա Բելգրադի համար կբացի Եվրամիության հետ հարաբերությունների նոր դռներ եւ ավելի սերտ կդարձնի Բելգրադի եւ Միության առևտրային կապը։ Սերբիայի պաշտոնյաների համոզմամբ որոշումը չի հակասում երկրի ազգային շահերին։ Սերբիայից Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհի մոտ 80 երկրներ, այդ թվում Եվրամիության երկրների մեծ մասը։ 26 զոհ Եմենի Մուքալա քաղաքում այսօր Եմենի նոր նախագահի երթմնակալության օրը Մուքալա քաղաքում մեքենայի մեջ ինքնասպան ահաբեկչի պայթեցրած ռումբից զոհվածների թիվը կարող է ավելանալ։ Եմենի նորընտիր նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Յադին վաղը պետք է պաշտոնապես հանձնի երկրի ղեկավարի պաշտոնը իր նախորդ Ալի Աբդուլլա Սալեհից, որն այնտեղ իշխել է անցած 33 տարիների ընթացքում։ Սալեհը հատուկ այդ առիթով ԱՄՆ-ից ժամանել է Եմեն Մուքալայի նախագահական պալատում պայթյունի պահին ոչ ոք չի եղել։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդան։ Չնայած Թունիսում ընթացող Սիրիայի բարեկամների խումբ կոչվող կոնֆերանսի պաշտոնական Դամասկոսը չի հրաժարվել, Բաշար Ալ-Ասադի շահերն այնտեղ պաշտպանել են բազմաթիվ ցուցարարներ։ Բողոքի ակցիան են անցկացրել նաև Ասադի հակառակորդները։ Սիրիայի բարեկամները մտադիր են այնտեղի իրավիճակը կարգավորելու համար մշակել համատեղ գործողությունների ծրագիր։ Արաբական լիգայի երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել են Սիրիայի իրավիճակի եւ փոխհրաձգության դադարեցման վերաբերյալ նոր բանաձև ընդունել։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Ռուսաստանին եւ Չինաստանին սիրիացի ժողովրդի ցանկություններն ու ոգեշնչումը չհարգելու համար։ Միացյալ Նահանգների կառավարությունը Սիրիայի մարդասիրական օգնության համար առանձնացրել է $10 միլիոն։ Աֆղանստանում արդեն 4-րդ օրը չդադարող հակաամերիկյան ցույցերի զոհերի թիվը հասել է 25-ի։ Ալ Ջազիրան հաղորդում է, որ զոհվածներից երկուսը Միացյալ Նահանգների զինված ուժերի զինվորականներ են։ Բողոքի ակցիաները տեղի են ունեցել մայրաքաղաք Քաբուլում եւ երկրի տարբեր մարզերում։ Ամերիկացի զինվորները մի քանի օր առաջ ցուցադրաբար այրել էին Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, ինչից հետո Աֆղանստանում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաները։ Չնայած Պենտագոնն արդեն հայցել է աֆղանստանցիներին ներողամտությունը տեղի ունեցածի համար, բողոքների կրքերը սակայն չեն հանդարտվում։ Նրանք ակցիաների ընթացքում հարձակվում են ամերիկացի զինվորականների եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների վրա։ Էջմիածնի եւ Իսիլե Մուլինոյի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ Էջմիածնում գործող ակումբում ոչ միայն ֆրանսերեն են սովորում, այլև ծանոթանում այդ երկրի պատմությանն ու մշակույթին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր աշխատանքային մեկ օրն անցկացրել է Էջմիածնում շփվել ֆրանսախոս երիտասարդների հետ։ Քույր քաղաքներ շրջայցի ծրագիրն այս քաղաքով սկսել է դեսպանը պատահական չի համարել։ Մեկնարկը հայոց հոգևոր կենտրոնից էր նախընտրել։ Այստեղ ֆրանսիացիների աջակցությամբ մոտ ապագայում կգործի նաև լիգաֆոնային առաջին դպրոցը։ Հայաստանն ու Ֆրանսիան նաև սահմանակից են աշխարհագրական վերաքարտեզավորման հեղինակները ֆրանսախոսների ակումբի սաներն են, որոնք երկու պետությունները միմյանց խարսխել են բարեկամության կամրջով։ Ֆրանսախոս հայ երիտասարդների համար այդ բարեկամությունն ավելի ամրապնդվեց, երբ Էջմիածին Իսիլե Մուլինո քույր քաղաքների 20-ամյակի շրջանակում հյուրընկալվեցին ֆրանսացիներին։ Հայ երեխաներն այնտեղ ազատ շփման խնդիրներ չունեցան։ Ակումբն ինձ հնարավորություն տվեց սովորել այս գեղեցիկ լեզուն եւ ֆրանսիացիների հետ խոսել իրենց լեզվով։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հյուրընկալությունն ակումբ որքան ցանկալի նույնքան էլ շփոթեցնող էր, մանավանդ որ դեսպան Ռենոն ցանկություն հայտնեց անձամբ մասնակցել լեզվի ուսուցման դասընթացին։ Էջմիածնի եւ Իսիլե Մուլինոյի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ գործող ակումբում ոչ միայն ֆրանսերեն են սովորում, այլև ծանոթանում այդ երկրի պատմությանն ու մշակույթին։
Ակումբականներն առիթը բաց չթողեցին մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ֆրանսիացիներին ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ։ Սպասում եմ, որ այս ամենը շարունակություն է ունենալու եւ վարակիչ է լինելու բնականաբար եվրոպական մյուս այլ երկրների համար։ Դեսպանը չթաքցեց իր հիացմունքը հայ պատանիների տեղեկացվածության եւ լավատեսության առիթով։ Ինքն էլ յուրաքանչյուր հայցը ոչ պակաս անհամբեր սպասում է իր երկրի սահմանադրական խորհրդի որոշմանը։ Ուզում եմ հույս հայտնել, որ օրինագիծը կընդունվի։ Միաժամանակ ուզում եմ նշել նաև, որ Սահմանադրական խորհուրդը անկախ մարմին է եւ անկախ իր որոշումներում։ Դեսպան Ռենոն իր աշխատանքային մեկ օրն անցկացրեց Էջմիածնում, թեև այստեղ շատ է եղել, բայց պաշտոնապես առաջին անգամն էր։ Քույր քաղաքներ շրջայցի ծրագիրն այս քաղաքում սկսելը պատահական չհամարեց։ Մեկնարկը հայոց հոգևոր կենտրոնից էր նախընտրել։ Քաղաք, որտեղ ֆրանսիացիների աջակցությամբ մոտ ապագայում կգործի նաև առաջին լիգաֆոնային դպրոցը։ Նախնական պայմանավորություն կար Սիլոմոնի քաղաքապետարանի հետ, որով նաև այդ ծրագրին կաջակցի։ Նաև ակնկալում ենք աջակցությունը ֆրանսիական դեսպանատան, որ այդ ծրագիրը մի քիչ ավելի արագ տեմպերով իրականացվի։ Քաղաքապետանում տեղ ունեցած ընդունելությունից հետո դեսպանը եղավ 16-րդ մանկապարտեզում։ 3 տարի առաջ Իսիլի Մուլինոյի քաղաքապետարանը ստանձնեց այս նախակրթարանի տանիքի եւ խաղահրապարակի կառուցումը։ Իսկ վերջերս էլ փոքրիկների առջև բացվեցին վրանորոգված 5 խմբասենյակների դռները, որտեղ էլ հյուրընկալվեց դեսպանը ի պատիվ մեծ ժողովրդի զավակի արժանացավ ջերմ վերաբերմունքի։ Պակաս տպավորված չէր նաեւ ինքը։ Շատ տպավորված եմ, արդիականացված քաղաք ունեք, խնամված տարածքներ, հետևապես կարող եմ հետևություն անել, որ Էջմիածնում ապրելը պետք է որ հաճելի լինի։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Արամ Խաչատյան համերգասրահում այս երեկո դասական եւ ռոք է հնչել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով։ Արմենիայից Ամերիկա հարմոնիայի աշխարհ խորագրով համաշխարհային պրեմիերան ներկայացրել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Դոգմա ռոք երաժշտական խմբերը։ Նախագիծն իրականացվել է Լուիս հիմնադրամի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի եւ ամերիկյան դեսպանատան համագործակցությամբ։ Հոբելյանական երեկոյին ներկա են եղել ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։ Հայ-ամերիկյան հարաբերությունների տարեդարձը շնորհավորել է վարչապետ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը վճռական է Միացյալ Նահանգների հետ խորացնել գործակցությունը բոլոր ուղղություններով։ Հայ-ամերիկյան հարաբերություններում ես տեսնում եմ, որ նույնպես կա այդ ներդաշնակությունը։ Տպավորիչ մի ձևակերպում տվեց պարոն դեսպանը Միացյալ Նահանգների, գնահատելով հայ-ամերիկյան հարաբերությունները։ Հայ-ամերիկյան հարաբերությունները ապրում են վերել եւ ըստ դեսպանի երբևիցե նրանք չեն գտնվել այդքան բարձր մակարդակում, ինչպիսին որ գտնվում են նախագահներ Օբամայի եւ Սարգսյանի օրոք։ Նախագահ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հանրապետության ժողովրդական արտիստ Ռայսա Մկրտչյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով երգչուհու Հոբելյանը նախագահ Սարգսյանը գրել է, մեջբերում է. «Իդեմս ձեզ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի եւ մշակույթի երախտավորի։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ աշխարհի ամենատարբեր բեմերում ձեր ինքնատիպ մեկնաբանություններով դուք հնչեցրել եք հայ երգը եւ արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն եւ լայն ժողովրդականություն։ Ձեր գործընկերների հետ դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ եւ նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը», ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։ Հանրապետության ղեկավարի խոսքով գնահատել է նաև Ռայսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությունները ցուցադրված են ոչ միայն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սպիտակ տան եւ Ելիսեյան հավաքածուներում, շատ շուտով նրա լավագույն գործերից մեկը Աշխիլ Գորկու հիշատակին կտավը կզարդարի Մատենադարանի նոր մասնաշենքը։ Նկարչի նվիրատվությունը միգուցե սկիզբ դնի Մատենադարանի պատկերասրահին, Նունե Ալեքսանյանն է պատմում։ Մատենադարանի գիտական համալիրի կառուցման առաջին իսկ քայլերից Ռոբերտ Էլիբեկյանը խանդավառ ոգևորությամբ ընդունեց նրա նորակերտման գաղափարը։ Շինարարության ընթացքում հաճախ էր լինում նոր մասնաշենքում, իսկ համալիրի բացման առիթով անակնկալի բերեց իր մտերիմներին նոր շենքին նվիրելով իր լավագույն գործերից մեկը Աշխիլ Գորկու հիշատակին կտավը։
Մատենադարանի հետ երկարամյա բարեկամության ընթացքում սա իհարկե նկարչի առաջին նվիրատվությունը չէ։ Գիտական կենտրոնի հավաքածուները նա հարստացրել է 18-ից 19-րդ դարերի ճապոնական փորագրանկարների 27 միավորներից բաղկացած մի շարքով արարատյան աստվածամայր ջրաներկով, բայց սիրելի կտավի նվիրատվությունն անսպասելի էր, բնավ ոչ այն պատճառով, որ Էլիբեկյանն իր գործերից բաժանվելու խնդիր ունի։ Պարզապես բոլորը գիտեն, Գորկին նրա համար առանձնահատուկ թեմա է։ 2-3 օր չքնեցի ես գիշերը եւ որոշում մի անգամից, գիտես, սիրոպես բանա, մի անգամից ոչ մեկին չասեցի, տունը ասեցի վերջ, ես կարևորը մարդ ինքը իր որոշումը կայացնի։ Կայացրեցի, որ այս նկարը եթե ընդունեն, ինձ համար մեծ պատիվ է։ Հիմա Մատենադարանում վկայում են, հայոց հոգևոր գանձարանի հանդեպ նկարչի սերն ու նվիրումը փոխադարձ է։ Հրաչյա Թամրազյանն Էլիբեկյանին է հանձնում Մատենադարանի բարձրագույն պարգևը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց հուշամեդալը եւ 1173 թվականի Նարեկի նմանահանությունը։ Երբ տնօրեն Թամրազյանն ավարտում է պարգևատրման արարողությունը, բանաստեղծ Թամրազյանն էլ իրանական կալն է մատուցում։ Էլիբեկյանին նվիրված անավարտ երգեր բանաստեղծությունների շարքը Վաղեմի բարեկամին։ Հանդիսություններից ու մեծարումներից խուսափող Էլիբեկյանը որքան կարող էր նեղացրել է արարողության մասնակիցների շրջանակը, բայց լավագույն ընկերներն իհարկե այստեղ են։ Եվ պոտենցիալ ուժ ունի ֆիզիկական իմաստով, եւ հոգեվոր, եւ շատ ուրիշ երանգներով, պատմությունը ընկալելու իմաստով, երգիրը ընկալելու իմաստով։ Նկարչի կինը Տիկին Մարին փաստում է, այս կտավը բացառիկ ձգողականություն ունի։ Գեղանկարչական եզակի գործերից է, որ դիտողները ցապահարություններով են գնահատել, եւ ինքն էլ կանխորոշել է իր ճակատագիրը։ Ամենաշատ ինձ հուզեց, որ մի մեծ վրացական խումբ եկել էին Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը, նրանք ամբողջ ցուցահանդեսը նայելուց հետո կանգնեցին այս նկարի առաջ ու սկսեցին ծափահարել Ռոբերտ Էլիբեկյանին։ Ինձ թվում է այս նկարի ճակատագիրը սա էր վերջնական, որ ինքը իր տեղը գտավ եւ հիմա շատ-շատերին ինքը կարողանում է հաճույք պատճառել։ Այս պահին Մատենադարանի հիմնանորոգման ընթացքի մեջ գտնվող հին մասնաշենքը կտասնապատկի կենտրոնի ցուցադրական տարածքները եւ գուցե թե Էլիբեկյանի նվիրատվությունը սկիզբն է մի նախաձեռնության, որ ծնունդ կտա Մատենադարանի պատկերասրահին։ Մեր մեծ վարպետի գաղափարն է, որ Մատենադարանը պիտի ունենա իր նաև պատկերասրահ, շատ լավ կլիներ, որ մեր կերպարվեստի վարպետները, խոշոր վարպետները կապվեին Մատենադարանի հետ եւ այդ անհուն ակունքից առատորեն օգտվեին։ Էլիբեկյանի Գորկին օրինաչափորեն գալիս է լրացնելու հզորների այն գեղագիտությունը, որ սկսվում է նոր մասնաշենքի շքամուտքում տեղադրված նրա մեծ ուսուցչի Երվանդ Քոչարի մայր հայրենիք արձանից։ Ու եթե պատկերասրահը կենթանի շունչ ստանա, իրենց հոգևոր միասնությամբ այստեղ կարող են մեկտեղվել մեր բոլոր մեծերը, Մատենադարանի ստեղծագործական ռիթմերը վերածելով համաերևանյան մշակույթի։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Մեր հիմնական թողարկման համար պատրաստել ենք այսքանը, ես ձեզ հաճելի երեկո եմ մաղթում ցտեսություն։